որովհետև դու երբ որ գնում ես հասկանում ես, որ քո դրած խնդիրը սխալ է, պետք է ուժ ունենաս ասելու, որ խնդիրը դրված սխալ է, եւ հետ դառնաս։ Ես դա արել եմ վերցնելով իր վրա այդ պատասխանատվությունը, որովհետև հասկացել եմ, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։ Եվս 30 տարի Հայաստանը առնաքամ առնելու եւ արդյունքում մենք պետությունը կորցնելու ենք, ինչպես տասնամյակներ դարերում տասնյակ անգամներ մեզ այդ տեղի ունեցել։ Այսօր մենք այդ ճանապարհը վերանայել ենք եւ մեր պետության առաջ բացել ենք անձայրացիր հեռանկարներ։ Այսօր Հայաստանը կոնֆլիկտի փակ ուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի։ Ընդամենը օրեր առաջ Միացյալ Նահանգների հետ թրիփ նախագծի իրագործման համաձայնագիրը նախաստորագրեցինք։ Եվ այնտեղ արձանագրվեց ամենակարևոր բանը 5 տարի մեզ ասում են, որ մենք միջանցք ենք տալիս, միջանցք ենք տալու, ստորագրվեց, հրապարակվեց թուղթը, արձանագրվեց, որ թրիփ նախագիծը իրագործվելու է Հայաստանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության իրավազորության շրջանակում։ Այս նախադասությունն էլ հերիք չէր, մի հատ էլ ուրիշ նախադասություն մտավ, որ թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն։ Ով պետք է պատասխան պահանջի մարդկանցից, ովքեր ասում են, թե մենք միջանցք ենք խոստացել, միջանցք ենք տալու։ Այդ մարդկանցից դուք պետք է պատասխան պահանջեք, որովհետև եթե մենք այդ ճնշումներին տրվեինք, այսօր մենք ունենալու ենք Սյունիքի մարզը օտարված Հայաստանի Հանրապետությունից։ Մեղրին տվողները մեզ մեղադրում էին Սյունիքը տալու մտադրության մեջ։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած թիմը, որ այս պատերազմի եռագլուխ կուսակցությունն է, հրապարակված է, գնացեք նայեք Մեղրի հանձնման տարբերակը, Ղարաբաղ ասելով Հայաստանի կեսն էին դրել սակարկության մեջ։ Եվ ես առերեսվել եմ այն փաստին, որ Ղարաբաղը ընդամենը դրված է որպես գայթակղություն Հայաստանը կորցնելու համար։ Այդ ոչ մի տեղ չտանող ճանապարհից, այո, ես Հայաստանը դուրս եմ բերել եւ պատերազմի փակ ուղուց Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։